Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի նախագծման մրցույթը ձգձգվում է։ Նախապատրաստական շատ աշխատանքներ արվել են, բայց ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Քրիստափորի կամուրջի իրավիճակով պայմանավորված տեխնիկական եւ անվտանգային եւ ըստ էության քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալներ ներառեն կայարանի կառուցման ծրագրի մեջ, որովհետեւ այն հատվածում, որտեղ որ ըստ նախնական գնահատումների նախատեսվում է կայարանի կառուցումը, դա կարող է էական ազդեցություն ունենալ կամուրջի հետագա շահագործման վրա։ Դրանով պայմանավորված առաջադրանքը լրամշակվել է, հավանաբար մեկ շաբաթից մրցույթը կհայտարարվի։ Նախատեսվում է էսքիզային մրցույթը նույնպես հայտարարել մինչև մայիսի վերջ։ Հուսով եմ այսքանով ավարտեցինք, այսպես ասած, նախնական ծավալները, որովհետև ասած փուլ կարող է ամբողջ մետրոպոլիտենի արդիականացման աշխատանքները սկսեն ներառվել մի հատ Սուրմալուի կայարանի կառուցման շրջանակում։ Այսքանով ամփոփեցինք։ Այո, դա իրականում կամուրջը կարևոր էր։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հանրակացարանային 2 շենքում, որոնք 4-րդ կարգի վթարային են, դեռ շարունակում է ապրել 5 ընտանիք։ 60 ընտանիքի Երևանի քաղաքապետարանը բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր է տրամադրել, եւ նրանք հեռացել են փլուզվող շենքերից։ Մնացած բնակիչները քաղաքապետարանի առաջարկին համաձայն չեն։ Մասնավորապես կարանք իմանանք ինչն է քիչ։ Սենյակների քանակը։ Ասում եք սենյականոց ենք առաջարկում օրինակ իր 18 քառակուսի մետր տարածքի դիմաց չեն համաձայնվում։ Այսինքն փլվող շենքում բնակվող անձը, ով վստահաբար ավելի շատ քառակուսի մետր տարածքով մեկ սենյականոց բնակարան է իրեն առաջարկում Երևանի քաղաքապետարանը եւ այդ մարդը ասում է ոչ ինձ մի տվեք։ Մենք առաջարկում։ Գուցե պետքա չտալ այդ մարդուն ոչ մի բան։ Տիգրան Ավինյանն ընդգծեց վերաբնակեցումը բարի կամքի դրսևորում է, քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի։ Եթե 5-ի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում եւ մարդիկ չեն համաձայնում, կարող է պետք չի ստիպել մարդկանց։ Եթե մարդը ուզում է ապրի 4 կարգի վթարային շենքում, որ տանիքը մի օր գլխին պետք է փլվի, ինչ անենք, հում զորով չենք գնալու քաշ տալով իրան հանենք այնտեղից։ Քաղաքապետը հանձնարարեց հիմնովին փակել ազատված բոլոր բնակարանները, որ հնարավոր չլինի նոր մարդիկ այնտեղ մտնեն ու ապրեն։ Չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Չլնեմ չիմանամ տենց բան։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության այս տարվա ներդրումային ծրագրին շեշտեց փոքր կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրը, որը պետք է բացառի մայրաքաղաքի այդ հատվածում էլեկտրամատակարարման անջատումները։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կիլոմետր մալող, որը խրամուղու փորման երկարությունը կազմել է 83.5 կիլոմետր։ Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոցներ։ Այժմ իրականացում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են գնում կենտրոն վարչական շրջանին, մնացած այլ վարչական շրջաններում 8.5 կիլոմետր ծավալի աշխատանքներ։ Մնացած աշխատանքները պլանավորել են ավարտել աշնանը։ Գազպրոմ Արմենիայի ներդրումային ծրագրի համաձայն կկառուցվի 25 կիլոմետր նոր գազատար ցանց։ Այն ընդգրկում է Բագրևանդ, Թևոսյան, Հովսեփյան, նոր կառուցված Հովսեփյան Սարալանջ ճանապարհները, Շոպրոնի ճանապարհահատվածը, այնուհետև Էրեբունի վարչական շրջանում Խաչիկ Դաշտենց, Գուրգեն Մահարի, Վարդաշենի 9-րդ փողոց եւ Գերեզմանոցին հարող գրոնտային ճանապարհը եւ Նովարաշենի խճուղին։ Այս տարի նախատեսվում է ավարտել ծրագրի 60%-ը։ Արեյանը փարատեց նաև այն մտահոգությունները, թե նորակառույց շենքերի ավելացման պայմաններում գազապահովումը հնարավոր չի լինելու։ Ըստ էության այն 40 կիլոմետրը, որ իրականացվեց նախորդ տարի, այս 25 կիլոմետրը եւս ներառյալ Խարվերտը, ըստ էության այն տագնապները, անհանգստությունները, որ կար մարդկանց նորակառույց շինարարության գազապահովման հարցում, ըստ էության այդ բոլոր ռիսկերը վերանում են եւ մայրաքաղաքը ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման պոտենցիալ հաշվարկային ամբողջ ծավալը։ Ջրամատակարարման հարցում նույնպես աշխատանքի ծավալները մեծ են։ Veolia ջուրընկերության պատվիրած նախագծերը փոխանցվել են ջրային կոմիտեին։
եւ ըստ այդմ նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծերի եւ ջրաչափական հանգույցների կառուցման ծրագիրը։ Քաղաքապետը նկատեց, այս աշխատանքները բնակիչներին պատճառում են անհարմարություններ, բայց դրանց արդյունքում ստեղծվում են ենթակառուցվածքներ, որոնք մայրաքաղաքին ծառայելու են տասնամյակներ։ Շնորհակալություն այսքանը։ Աննա Զախարյան, լուրեր։